Այսօր ջահերով երթ է լինելու։ Լավ չեմ հիշում, բայց 2000 կամ 2001 թվականից եմ մասնակցում ջահերով երթին։ Նույն ժամանակ էլ Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության գրասենյակում ծանոթացել եմ Իշխան Սաղաթելյանի հետ։ Երթի կազմակերպչական հարցերով էինք հանդիպել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Ու այսօր, երբ ետ եմ նայում դեպի տարիների խորքը, հասկանում եմ, որ թե այն ժամանակ եւ թե հատկապես հիմա ջահերով երթը շատ ավելի խոր իմաստ ու բովանդակություն է պարունակում, քան զուտ ծիծեռնակաբերդի բարձունքում հայոց ցեղասպանության մեր 1.5 միլիոն սրբադասված զոհերի հիշատակ հարգելն է։ Ավելին, նույնիսկ մեր պահանջատիրությունը չի արտահայտում երթի ողջեությունը։ Ջահերով երթը շատ ավելի բովանդակալից է։ Այն մեր հայ լինելու մասին է, մեր էության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին է։ 2000 թվականին էլ դրանից առաջ ու հետո էլ երթի մասնակցել ու շարունակելու է մասնակցել մեր ազգի էլիտան, իսկականը։ Ու դա մեր ամենամեծ հարստությունն է։ Ուզում եք իմանալ, թե ինչ պոտենցիալ ունի մեր ժողովուրդը։ Նայեք ջահերով երթի մասնակիցների քանակին։ Ուզում եք իմանալ, թե ինչ ապագա ունի մեր ժողովուրդը։ Նայեք ջահերով երթի մասնակիցների աչքերին։ Ուզում եք տեսնել մեր ժողովրդի կամքը։ Լսեք ջահերով երթի մասնակիցների ձայնը ու նաև նրանց լռությունը։ Ուզում եք լինել իսկական հայ։ Դարձեք ջահերով երթի փոքր մասնիկ, նույնիսկ եթե գտնվում եք հայրենիքից դուրս։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն մեր երկրի համար պատմական հիշողության եւ արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով։ Թուրքիան այն երկիրն է, ով 44-օրյա պատերազմից հետո բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին եւ մեզ սպառնում էր ոչնչացմամբ, հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը։ Փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը, Հայաստանի մտցնելով չավարտվող պարտությունների տեղապտույտների դաշտ։ Այնպես որ իշխանության հետևողականությունն Արցախի հանձնում արդարացնելու ու ցեղասպանության թեման ուրանալու առումով ոչ միայն չեն կանխում մեր երկրի դեմ հնարավոր ոտնձգությունները, այլ Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ են ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություններ դրսևորող երկրների համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այսօր ապրիլի 23-ի մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որի մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում ուսանողներ ու դպրոցականներ։ Ժողովուրդ օրաթերթին 3 տարբեր ուսանողներ պատմեցին, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ, հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր եւ դպրոցներ, որպեսզի ուսանողները եւ աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին։ Հիշեցնենք, որ երթից առաջ որպես բողոքի նշան ակտիվիստները ավանդաբար այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ապա բոլորը շարժվում են ծիծեռնակաբերդ 1915 թվականին Եղեռնի զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։ Ժողովուրդ օրաթերթը դիմեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մամուլի խոսնակ Նելի Վահանյանին, պարզելու եղել է նման շրջաբերական, եւ եթե այո, ինչու։ ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելի Վահանյանը ժողովուրդ օրաթերթին ասաց, թե նման բան չկա, բայց խոստացավ, որ կանի որոշ ճշտումներ եւ խոսք տվեց մինչեւ կեսօր պատասխանել մեզ, սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք։ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը իր Facebook-յան էջում գրել է. Երևան քաղաքում կառավարման խորը ճգնաժամ է։ ՔՊ ու Հանրապետություն քույր կուսակցությունները միասին չեն կարողանում կյանքի կոչել իշխանության նախագծերը։ Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ կոալիցիան ճաքեր է տվել ու ինչքան էլ մի քանի փորձից առևտուրը ստացվեց, անգամ այդ պարագայում ՔՊ-ի նախագիծը չստացավ բավարար ձայներ։ Ուշքի չգալով ՔՊ-ն ու Հանրապետությունը ծլկեցին դահլիճից, չմասնակցելով Մայր Հայաստան խմբակցության կողմից ներկայացրած նախագծի քննարկմանը, որով պետք է կասեցվեր տրանսպորտի թանկացումը։ Հերթական անգամ ապացուցվեց, որ սրանք առաջնորդվում են սեփական շահը գերադասելով ժողովրդի բարեկեցությունից։ Երևանցիներից մուր հանելու
ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու։ Բոլոր իրական ընդդիմադիրների համախմբման արդյունքում ՔՊԻ ու քույր կուսակցության օրերը հաշված են։ Հետ հաշվարկը սկսված է այսուհետ, որ խմբակցությունը կամ անկախ ավականին իր քայլով կաջակցի ոչ լեգիտիմ իշխանությանը։ Բոլորին ու բոլորի ստվերային խաղացողներին հանրության առջև բացահայտելու ենք։ Երևան քաղաքի փրկության միակ բանաձևը՝ արտահերթ ավականու ընտրություններ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու։ Ըստ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դաբրո են տվել այդ նախագծին, այսինքն առաջիկայում բունտ է հասունանալու, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ շատ աշխատակիցներ են կրճատվելու ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու։ Կառավարության Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս ամենի հետևում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն է կանգնած, որի կարծիքով տեսչություններ ունենալը անիմաստ է ու պետք է փակել տեսչական մարմինները։ Այսինքն տարիներ շարունակ իշխանությունները հայտարարել են, թե անկախ կառույցներ ունեն, որոնք վերահսկում են տարբեր գերատեսչություններ։ Հիմա ստացվում է, դա անիմաստ գործ է եղել, չհաշված, որ այդքան քաղաքացիներ մնալու են առանց աշխատանքի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով առաջիկա ամիսներին կլուծարեն տեսչությունները ու կոմիտեն զրոյից կգործարկեն, թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի այդ կառույցներում ցույց կտա ժամանակը։